Պետք է կարդանք Զաքեոսի պատմությունը Ղուկաս ավետարանից։ Կարդանք Տիրոջը խոսքը։ Ղուկասի ավետարան 19-րդ գլուխ 1-ից 10-րդ համարները։ Օրը Հիսուս Երիքովի մեջ են կանցներ։ Ահա մարդ մը Զաքեոս անունով, որ մաքսապետ ու հարուստ էր, կուզեր տեսնել Հիսուսը, թե ով է նա։ Բազմությունեն չէր կրնար, վասնզի հասակով կարճ էր։ Ուստի առաջ վազեց ու ժանտաթզենիի մը վրա ելավ, որպեսզի զանիկա տեսնե, քանի որ անկե պիտի անցներ։ Երբ Հիսուս այն տեղը եկավ, վեր նայելով զանիկա տեսավ ու ասավ անոր. Զաքեոս, շուտ ըրե, ատկե վար իջիր, վասնզի այսօր քու տունդ պիտի կենամ։ Անալ արտորալով վար իջավ եւ ուրախությամբ ընդունեց զանիկա։ Երբ ամենքն տեսան կտրտնջային ու կսեին, թե մեղավոր մարդուն քո մտավ իջևանելու, Զաքեոսը կայնեցավ ու ասավ Տիրոջը. Տեր, ահա իմ ունեցածիս կեսը աղքատներին կուտամ, ու եթե զրպարտությամբ մեկին զրկան կրած եմ, 4 պատիկը հատուցում կանեմ անոր։ Հիսուսն ասաց նրան. այսօր այս տանը փրկություն եղավ, քանզի ասիկայալ Աբրահամի որդի է, որովհետև որդին մարդու եկավ, որպեսզի կորսվածը փնտրե ու փրկե։ Պատգամի վերնագիրը սա է. հորինված թե իրական Հիսուսը։ Հիմա եթե դուրս գանք փողոցները եւ հարցնենք մարդկանց, թե ով է Հիսուսը, ինչ գիտեն Հիսուսի մասին, ինչ պաշտամունք է ակնկալում Հիսուս մեզանից, որն է Հիսուսի հավատամքը, ինչ է կարծում, մարդիկ ինչ պատասխաններ կտան։ Մի բանում վստահեցնում եմ ձեզ, որ պատասխանները կլինեն տարբեր։ Եթե այդ հարցերը տաս Երևանում կամ Հայաստանում, այլ պատասխաններ պիտի լսես։ Եթե այդ հարցերը տաս ուրիշ երկրում, գուցե լրիվ այլ պատասխանները լսես։ Աշխարհի տարբեր անկյունները գնա եւ այս հարցերը տուր, 1000 ու մի տեսակի պատասխաններ պիտի լսես։ Օրինակ, այս հարցով, թե ով է Հիսուսը, Նյույորքյան փողոցներում անցկացվեցին ուսումնասիրություններ եւ այս հարցումին տարբեր պատասխաններ հնչվեցին։ Ոմանք ասացին, որ նա մի սպիտակամորթ մորուքով տղա էր, մի աղջիկ էր պատասխանող, ասաց. ես որքան էլ մեղք գործեմ, գիտեմ, որ մեկը կա, որ ինձ միշտ ներում է։ Ուրիշներ պատասխանեցին շեք մազերով մի մարդ, որ միշտ նկարների մեջ է։ Շատերը պատասխանեցին, որ դա հորինված պատմություն է, նման բան չի եղել։ Ուրիշները պատասխանեցին Սուրբ ծննդյան մանուկն է, Սուրբ ծննդի մանուկն է։ Այսինքն Քրիստոսը ճանաչված է ավելի Սուրբ ծննդյան տոնակատարությունների շնորհիվ, որտեղ այդ տոնակատարություններն ավելի հանրայինի դարձան, քան թե բուն իմաստը, բուն Քրիստոսը։ Հավատացնում եմ ձեզ, շատերը Սուրբ ծննդյան տոնակատարությունների մասին ավելի շատ գիտեն, քան թե Սուրբ ծնունդի մասին, որ է Հիսուս Քրիստոսը։ Ուրիշներն ասացին բարոյականության հավատալիքներ կրող մեկը, ուրիշներն էլ ասացին հրաշագործ մեկն է եղել, ուրիշներն ասացին, որ հրեա է եղել, մի քանիսն էլ ասացին, որ նա մեր Տեր եւ Փրկիչն է։ Պատասխանները տարբեր էին։ Որովհետև ամեն մարդ ունի որոշ տեղեկություն Հիսուսի մասին, սակայն ոչ ոք եւ ոչ մեկ գրականություն եւ ոչ մեկ եկեղեցի չի կարող քեզ ամբողջական
տեղեկություն տալ, թե ով է Հիսուսը։ Որևէ մեկ գրականություն սրանից զատ։ Եվ անգամ որևէ մեկ եկեղեցի քեզ չի կարող ամբողջական տեղեկություն տալ, թե ով է Հիսուսը։ Զաքեոսը որոշ տեղեկություններ ուներ, որոշ բաներ լսել էր Հիսուսի մասին, սակայն նա չբավարարվեց իր ունեցած լուրերով, իր ունեցած տեղեկություններով, հապա գրված է, որ գուզեր տեսնել, թե ով է Հիսուսը։ Ինքը անձամբ ցանկացավ տեսնել, թե ով է Հիսուսը։ Ինչ կլիներ, եթե Զաքեոսը անձամբ չփափագեր տեսնել, թե ով է Հիսուսը, այլ Հիսուսի մասին հարցուփորձ աներ։ Եթե նա Հիսուսի մասին տեղեկանար, օրինակի համար այն ժամանակվա հոգևոր առաջնորդներից։ Նա մանավանդ, երբ որ մեկը հոգևոր բաներ է խոսում, հոգևոր քարոզչություն է տանում, դրա ճշմարտացիությունը իմանալու համար դու անմիջապես վազում ես ում մոտ։ Հոգևոր առաջնորդի մոտ, ճիշտ է։ Այն ժամանակվա հոգևոր առաջնորդներն էլ փարիսեցիներն էին, որոնցից պակաս չի այսօրվա մեր երկիրը։ Եթե գնար փարիսեցիների մոտ ու հարցներ, թե լսեք, լսել եմ ինչ որ մեկը քարոզում է անունը Հիսուսը, ով է սա։ Ինչ պատասխան պիտի տային փարիսեցիները։ Ինչպես պիտի ներկայացնեին Քրիստոսին։ Գոնե Ղուկաս ավետարանի մեջ կարդում ենք 11-րդ գլուխ 52-ից 54 համարների մեջ, որ Հիսուս այս խոսքերն է ասում փարիսեցիներին, ասում է. «Վայ ձեզի օրինականներուդ, որ գիտության բանալին վերցրեցիք, դուք չմտաք ու մտնողներին էլ արգելեցիք»։ Զարմանալի է, լսեք այս խոսքերը։ Գիտության բանալին վերցրեցիք, դուք չմտաք, մտնողներին էլ արգելեցիք։ Եվ շարունակում է ասում է, երբ այս բաները անոնց կսեր, դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խիստ նեղանալ։ Եվ շատ բաների վրայով անոր բերնեն խոսք էին փնտրում, նրան դարան պատրաստելով, կփնտրեին, թե ինչպես նրա բերնեն բան մորսան, որպիսի անոր վրայով ամբաստոնություն անեին։ Հիմա եթե մարդիկ իրենք են փնտրում պատճառներ, որ Հիսուսի վրա ամբաստանություն անեն, ինչ պատասխան պիտի տան քեզ։ Ինչպես քեզ Քրիստոսը պիտի ներկայացնե։ Ինչ պիտի ասեին։ Պիտի ասեին, որ Հիսուսը ազգի թշնամին է։ Նա մեր ազգի թշնամին է։ Ուրիշ Հիսուսն աղանդավոր է։ Հնարավորինս վարկաբեկել Քրիստոսին։ Պիտի ասեին, որ նա Հռոմի լրտեսն է, որովհետև ասում է կայսրին պատկանողը տվեք կայսրին։ Եվ այստեղ վերջակետ են դնում, շարունակություն չկա, որովհետև շարունակությունը արդեն ձեռնատու չէ։ Կայսրինը տվեք կայսրին, միայն Հռոմի լրտեսը, միայն Հռոմի համար աշխատողը կարող է մեզ ասել կայսրինը տվեք կայսրին։ Լուծի տակ գտնվող ժողովրդին, ճիշտ է։ Ազատարարը, փրկիչը նման բան պետք է չասեր։ Եթե մեկը բարձր կրոնական դիրք է գրավում, դա դեռ երաշխիք չէ, որ իրական Հիսուսին ճանաչում է։ Կրկնում եմ, եթե մեկը բարձր կրոնական դիրք է գրավում, դա դեռ երաշխիք չէ, որ նա Հիսուսին ճանաչում է։ Այս մարդիկ բարձր կրոնական դիրք էին գրավում, բայց դա երաշխիք չէր, որ նրանք Հիսուսին ճանաչում էին։ Ամեն հեղինակավոր մարդ չէ, որ ճանաչում է Հիսուսին։ Ուրեմն ամեն հեղինակավոր մարդու կարծիքը Հիսուսի մասին մի ընդունեք որպես հեղինակավոր կարծիք։ Կասեմ ավելին, շատ անգամներ Հիսուսին իրապես ճանաչող մարդկանց գտել եմ ոչ եկեղեցական շրջանակներում։
Ինչ կլիներ, եթե հարցները նա իր հարուստ ընկերներից, իր ընկերական շրջապատից, չէ՞։ Եթե մոտենար իր հարուստ ընկերներին եւ հարցներ, տղեկ, ինչ եք լսել Հիսուսի մասին, ինչ կարծիք եք նրա մասին, ով է նա, եւ փորձեր կարծիք կազմել իր ընկերներին դիմելով կամ իր հարուստ ընկերներին դիմելով, որտեղ Սուրբ Գիրքն ասում է, որ նա լավ հարուստ էր, շատ հարուստ էր Զաքեոսը։ Գոնե դրանից մեկ գլուխ առաջ, այդ պատմությունից մեկ գլուխ առաջ կարդում ենք, թե ինչպես մի հարուստ երիտասարդ մոտեցավ Հիսուսին եւ ասաց. «Տեր, ինչ անեմ, որ երկնքի արքայությունը ժառանգեմ»։ Եվ Հիսուս մի քանի պատասխաններ տվեց, հետո կարդում ենք Ղուկաս 18:22-ից 25 համարների մեջ։ Այս լսելով Հիսուսը ասավ անոր. «Բան մը պակասը քեզի, քո բոլոր ունեցվածքը ծախիր եւ աղքատներին բաշխե ու երկինքը գանձ պիտի ունենաս ու եկուր իմ ետևես»։ Անիկա երբ այս բանը լսեց, տրտմեցավ, վասնզի շատ հարուստ էր։ Հիսուս երբ Զանիկա տրտմած տեսավ, ասավ, որ չափ դժվար է Աստծո թագավորությունը մտնել անոնց, որ հարստություն ունեն, քանզի ավելի թյուրին է, որ ուխտը ասեղի ծակեն անցնի, քան թե հարուստը Աստծո թագավորությունը մտնե։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ այս մարդը Հիսուսից գնաց տրտմած։ Սովորաբար հարուստները իրար ճանաչում են։ Իրենք իրար հետ շփման ուրիշ աստիճաններ ունեն, հաճախ են իրար հանդիպում տարբեր հավաքույթների ժամանակ, տարբեր խնջույքների ժամանակ, քաղաքի հարուստները մեկը մյուսին լավ ճանաչում են։ Եթե այդպիսի մի հավաքույթի ժամանակ իրար հանդիպեին եւ հարցներ Զաքեոսը, ասեր թե ինչ կարծիքի ես Հիսուսի մասին, լսել ես նրա մասին, ինչ պիտի պատասխաներ այս տրտմած տխրած երիտասարդը, որ Հիսուսից հեռացավ։ Ինչպես պիտի ներկայացներ Հիսուսին։ Հավանաբար պիտի ասեր, որ խորհուրդ չեմ տա նրան ճանաչես, խորհուրդ չեմ տա նրա հետ շատ շփվես, որովհետև իմ կարծիքով ծայրահեղ մեկն է, հաստատ կսնան կանաս։ Գոնե ինձ այդպիսի բան ասել է, որ ունեցվածքդ վաճառիր տուր աղքատներին եւ իմ ետևիցս արի, գործ չունես։ Անգամ ամենալավ ընկերդ չի կարող քեզ ամբողջական եւ իրական Հիսուսը ներկայացնել։ Անգամ ամենավստահելի ընկերդ չի կարող քեզ տալ պետք եղած ինֆորմացիան, պետք եղած գիտելիքը, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Ինչ կլիներ, եթե Զաքեոսը ուրիշ կրոնական հեղինակավոր մարդկանց հարցներ Հիսուսի մասին, օրինակ սադուկեցիներից։ Մարկոսի ավետարանի մեջ 12-րդ գլխում կարդում ենք 18-ից 27 համարների մեջ, թե ինչպես սադուկեցիները մոտենում են Քրիստոսին եւ փորձում են նրան, ծաղրելով նրան։ Քանի որ նրանք չէին հավատում մեռելների հարությանը, ասում են Հիսուսին, նայ, մի մարդ կար, որ կին ուներ, վերջես մարդը մահացավ, գնաց երկինք, եւ ըստ օրենքի այս մարդու կնոջ հետ պետք է ամուսնանա իր եղբայրը։ Իր եղբայրն էլ ամուսնացավ նրա հետ, սակայն սա էլ մահացավ, սա էլ ուրեմն երկինք գնաց եւ այդպես 7 եղբայրներ ուներ, 7-ն էլ ամուսնացան եւ 7-ն էլ մահացան։ Հիմա այս կինը, որ մեռնի գնա երկինք, 7-ից որ մեկի կինը պետք է լինի, իրենց կարճ խելքով ուզում են Հիսուսին ծաղրել եւ այլն, Հիսուսը պետք եղած պատասխանը տալիս է այս մարդկանց։ Թե ձեզ էլ հետաքրքիր ինչ պատասխան է տալիս։ Ասե, չէ, կարդացեք, գրված է, այնտեղ ինչ պատասխան է տալիս։ Պարզ պատասխան է տալիս Հիսուս, եւ պատասխանը սա է, որ այնքան անմիտ եք, որ չգիտեք, որ երկնքում ամուսնանալ, բաժանվել, երեխա ունենալ նման բան գոյություն չունի երկնքում։ Երկինքը մարդիկ երկնքում հրեշտակների պես պետք է լինեն։ Այսինքն դուք ձեր երկրավոր մարմնավոր բաները երկինք մի փոխանցեք։ Եթե այս մարդը Զաքեոսը մոտենար այս սադուկեցիներին եւ Հիսուսի մասին կարծիք հարցներ, ինչ պիտի ասեին։ Ծայրահեղ մարդ է, մոլերանտ մարդ է եւ ասում է, որ 1000 տարվա մեռելը կարող է հարություն առնել, կենթանանալ։ Դարձյալ հորինված Հիսուս։ Ինչ կլիներ, եթե Զաքեոսը դիմեր մեծամասնությանը։ Գոնե 5000 հոգուն, որոնց Հիսուս կերակրեց, այս մարդիկ, հազարավոր մարդիկ տեսան Հիսուսին, անձամբ լսեցին նրան եւ նաեւ բախտ ունեցան համտեսելու Հիսուսի բաժանած հացն ու ձուկը։ Հավանաբար այս 5000-ը ճիշտ պատասխան պիտի տային, Հիսուսի մասին ճիշտ կարծիք պիտի ունենային։ Բայց արի ու տես, որ կարդում ենք Հովաննես ավետարան 6-րդ գլուխ 26-րդ համարի մեջ,
Այս մարդիկ ծով են կտրում, նավերով գալիս են Հիսուսի մոտ։ Եվ Հիսուս նրանց պատասխանում է այսպես. ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, հապա նրա համար, որ հացեր են կերաք ու կշտացաք։ Դուք ինձ փնտրում եք ոչ թե որովհետև ինձ հավատում եք, որովհետև հրաշքներ տեսաք, սա չէ ձեր հետաքրքրությունը, այլ դուք ինձ փնտրում եք, որովհետև այն հացերից կերաք ու կշտացաք, հիմա քաղցած եք, նորից եկել եք ինձ մոտ։ Այս մարդկանց կարծիքը դարձյալ ճիշտ չէր Հիսուսի վերաբերյալ։ Նրանց համար դարձյալ Հիսուսը մի այլ կերպար էր, նրանք հորինել էին ուրիշ մի կերպար։ Նրանց համար Հիսուսը բարեգործ մեկն էր, բարեգործական կազմակերպություն էր, կամ ռեստորանի շեֆ-պովեր էր, որը որ կարող է սովածներին համով կերակուրներ տալ։ Հիմա քաղցած ենք, դարձյալ գնանք Հիսուսի մոտ։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Իսկ ինչ կլներ, եթե Զաքեոսը Հիսուսի մասին հարցներ, օրինակ, աշակերտներից։ Այստեղ երևի ձեզանից շատերը մտքում մտածին, որ այդ ճիշտ աղբյուրն է։ Այ եթե նա հարցներ առաքյալներից Հիսուսի մասին, հավանաբար առաքյալները ամենաճիշտ պատասխանը կտային։ Մարկոսի ավետարանի մեջ կարդում ենք 10-րդ գլուխ 35-ից 38 համարների մեջ Հովհաննեսն ու Հակոբոսը, Հիսուսի ամենաօրհնյալ աշակերտները, գոնե աշակերտներից երկուսը, մոտենում են Հիսուսին եւ նրան ասում են վարդապետ մի խնդրանք ունենք, խնդրում ենք քեզ, որ դու չմերժես։ Մեր խնդրանքը կատարիր։ Ինչ կլինի, որ քո արքայության մեջ, քո փառքիդ մեջ, մեկս նստի քո աջ կողմը, մյուսս նստի քո ձախ կողմը։ Եվ սա ասում են աշակերտներից գաղտնի։ Հետո աշակերտներն իմանում են, ջղայնանում են։ Ինչպես կարելի է, դուք մեր ետևից միանգամից տեղ եք անում, գուցե մենք ենք ուզում այդտեղ նստել։ Հիսուս պատասխանում է նրանց մի բան. դուք չգիտեք ինչ եք խնդրում։ Դուք չգիտեք ինչ եք խնդրում։ Եթե դուք ինձ լավ իմանայիք, եթե դուք ինձ լավ ճանաչեիք, դուք կիմանայիք ինչ խնդրեք եւ ինչ չխնդրեք։ Հավատացնում եմ ձեզ, միջև Տիրոջը փառավորվելը, միջև նրա հարությունը եւ երկինք համբարձվելը, աշակերտները 3 տարի լինելով Քրիստոսի հետ, դարձյալ նրան չէին ճանաչում։ Ուստի Զաքեոսը, եթե Հիսուսին ուզենար ճանաչել աշակերտների միջոցով, էլի չէր ճանաչի։ Աշակերտները Հիսուսին ճանաչում էին իրենց ակնկալիքների շրջանակի մեջ, իրենց սպասելիքների շրջանակի մեջ։ Հիմա հավատացնում եմ ձեզ, որ 2000 տարի հետո աշխարհը Հիսուսին ավելի լավ չի ճանաչում։ Ոչ էլ այն ժամանակ էր աշխարհը Հիսուսին ավելի լավ ճանաչում։ Տարիները եւ դարերը չօգտեցին, որ մարդիկ Հիսուսին ավելի լավ ճանաչեն։ Որովհետև ամեն մեկն ուզում է նրան տեղավորել իր չափերի սահմանների մեջ։ Իսկ դուք էլ հարցնում եք, թե ինչու համար այսքան ուղղություններ կան, երբ որ կա ընդամենը մեկ Աստված։ Ահա եւ այդ ձեր հարցի պատասխանը։ Որովհետև ամեն մարդ, ամեն մեկը Հիսուսին ճանաչում է իր չափերի մեջ, իր շահերի մեջ, իր ակնկալիքների մեջ, իր սպասելիքների մեջ, իր շրջանակի մեջ, իր ֆորմատի մեջ։ Հավատացեք, աշխարհի եւ շատ քրիստոնյաների ճանաչած Հիսուսը խիստ տարբերվում է իրական Հիսուսից։
Երկու ճշմարտություններ պիտի քաղենք այսօր այս պատմությունից։ Առաջին։ Իրական Հիսուսը ճանաչելու համար հարկավոր է իրական ցանկություն։ Իրական ցանկություն է հարկավոր ունենալ, եթե դու ցանկանում ես ճանաչել իրական Քրիստոսը։ Եթե դու չունես այդ իրական մղումը, այդ իրական փափագը, այդ ամբողջ էությամբ ցանկությունը ճանաչելու Հիսուսին, դու երբեք նրան չես ճանաչի իր ամբողջական կերպարի մեջ։ Իր իրական ով լինելը երբեք չես ճանաչի, եթե դու իրապես չունես այդ մղում, այդ ցանկությունը նրան ճանաչելու։ Որովհետև Տերն ասաց, միայն փնտրողը կգտնի։ Միայն խնդրողին, շարունակ խնդրողին կտրվի։ Միայն դուրը թակողին կբացվի։ Հիսուս մի հրաշալի օրինակ բերեց։ Մանուկների օրինակը, որը կօգնի մեզ ճանաչելու Հիսուսին կամ գտնելու ճամփան իրական Հիսուսին։ Տեսեք, Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 13-ից 16-րդ համարներ։ Մանր տղակ բերին իրեն, մանուկներ բերեցին իր մոտ, որպեսզի նրանց դիպչի, բայց աշակերտները կհանդիմանեին բերողները, Հիսուս երբ տեսավ սրդողալով անոնց վրա կամ բարկանալով նրանց վրա, ասաց, թույլ տվեք այդ մանր տղոցը, որ ինձի գան ու մի արգելեք դրանց, որովհետև Աստծո թագավորությունը այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծո թագավորությունը փոքր տղումը պես չընդունի, բնավ պիտի չմտնի անոր մեջ։ Եվ ծանոնք գիրկն առավ, անոնց վրա ձեռք դրավ ու օրհնեց նրանց։ Ամենաճիշտ պատկերացումները եւ ընկալումը Հիսուսի մասին ունեն մանուկները։ Դրա համար Հիսուսն ասաց, երբ որ տեսավ, որ աշակերտները թույլ չեն տալիս, որ երեխաները մոտենան Հիսուսին, գրված է բարկացավ։ Թարապես քիչ դեպքերում Հիսուս բարկացավ։ Նա անընդհատ բարկացած վիճակի մեջ չէր։ Մի քանի անգամներ բարկացավ փարիսեցիների վրա եւ այս դեպքում բարկացավ աշակերտների վրա։ Ինչու, որովհետեւ երկուսն էլ դիպչում էին իրական այն ճանապարհին, երկուսն էլ քար էին հանդիսանում այն ճանապարհի վրա, որով կարող էին մարդիկ իրապես ճանաչել իրեն։ Փարիսեցիները իրենց կեղծավորությամբ էին փակել այդ ճանապարհը, դրա համար ասում է գիտության բանալին ունեք, բայց դուք չեք մտնում եւ ուրիշներին թույլ չեք տալիս մտնելու, եւ այս դեպքում էլ մանուկները ուզեցան մոտենալ Հիսուսին, աշակերտները դիմացները փակեցին, որ չխանգարեն իրենց կարծիքով չխանգարեն Հիսուսին։ Հիսուս բարկացավ, որովհետեւ իրեն ճանաչելու ճանապարհը փակում էին։ Եվ այդ ճանապարհը մանուկների ճամփան է։ Մանկական ճամփան է։ Հիմա կասեք ինչու համար։ Որովհետև նրանք մոտենում են Հիսուսին առանց նախապաշարումների։ Առանց ուղեղի ապականության։ Որովհետև մեր մեծերիս ուղեղը ապականված է։ Մեր մեծերիս ուղեղը դեֆորմացված է։ Տարբեր գիտելիքներով, տարբեր գիտություններով, տարբեր ինֆորմացիաներով, տարբեր լուրեր լսելով այստեղից, այնտեղից եւ այլն, մեր մեծահասակներիս ուղեղը դեֆորմացված է։ Այն թույլ չի տալիս ճանաչելու իրական Հիսուսը, բայց երեխաների մոտ այդպես չէ։ Եվ միայն մաքուր միտք ունեցողը կարող է ճանաչել Հիսուսին։ Նա որ ճշմարտապես մանկական հավատքով, իրական սրտի ցանկությամբ փնտրում է դա։ Միայն երեխան կարող է իրական այդ մաքուր ցանկությունը ունենալու ճանաչելու Հիսուսին, տեսնելու Հիսուսին։ Այդ կարծեցյալ գիտությունը
մանուկներին չի դարձրել տգետ։ Որ մեծահասակների դեպքում հակառակն է։ Այդ կարծեցյալ գիտությունը դարձրել է մարդկանց տգետ։ Այո, գուցե որոշ բաներ բացահայտել ես քեզ համար այս կյանքում, բայց ամենակարևոր բանը դու չգիտես։ Դու չգիտես ով է Հիսուսը։ Այդ իսկ պատճառով Աստծո խոսքն ասում է առաջին Կորինթացիս նամակի մեջ առաջին գլուխ 19-ից 21-րդ համարների մեջ Աստծո խոսքն ասում է. Վասնզի գրված է իմաստուններուն իմաստությունը պիտի կորսնցնեմ, հանճարներուն հանճարը պիտի խափանեմ։ Ուր է իմաստունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհը քննողը, չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը։ Քանզի Աստված ցանկացավ քարոզության հիմարությունով ապրեցնել, ուստի աստվածային իմաստությամբ չթույլատրեց, որ աշխարհային իմաստությամբ մարդը Աստված ճանաչի։ Աստված չթույլատրեց, որ մարդը աշխարհային իմաստությամբ Աստված ճանաչի։ Եթե դու ցանկանում ես քո աշխարհային իմաստությամբ ճանաչես Հիսուսին, չես կարող։ Դու ճանաչելու ես հորինված Հիսուսը։ Դու ճանաչելու ես մարդկանց ստեղծած Հիսուսը։ Վերջապես ոչ իմ աչքն է տեսնում, ոչ քո աչքն է տեսնում։ Եվ անգամ եթե աչքդ էլ տեսնի, ելի դու չես ճանաչի իրական Հիսուսը, եթե դու նրան ուզում ես ճանաչել քո մարդկային հանճարով, քո մարդկային իմաստությամբ, որովհետև Աստված խափանել է այս ճամփան։ Աստված այս ճամփան փակել է։ Դրա համար խաչի քարոզչության հիմարությունով Աստված ցանկացավ, որ մարդիկ ճանաչեն Հիսուսին։ Այնինչ որ դու համարում ես հիմարություն, այնինչ որ դու համարում ես առասպել, այնինչ որ դու համարում ես հորինված պատմություն, սա իրականություն է։ Եվ սրանում պետք է համոզվի ամեն մարդ, մի օր անպայման համոզվելու է։ Բայց մեր հորինած Քրիստոսը մի օր հոդս է ցնդելու։ Երանի այսօր ամեն մարդ ճանաչի իրական Հիսուսը։ Ճիշտ մանուկի պես, սրտանց այդ մանկական հավատքով։ Այն խելքը, որ դու համարում ես քո մեծագույն հարստությունը, զգուշացիր, որ քեզ չաղքատացնի։ Որտև այն ինչ որ քեզ համար հարստություն է թվում, քո իմաստությունը, քո խելքը, քո գիտությունը եւ այլն, մի օր քեզ կանգնեցնելու է հուսախաբության առաջ։ Որովհետև դու բարդ ճանապարհներով էիր ուզում հասնել կատարելության, դու բարդ ճանապարհներով էիր ուզում հասնել երջանկության, դու բարդ ճանապարհներով էիր ուզում հասնել փրկության, քո մարդկային խելքի իմաստության շնորհիվ այնինչ ճամփան պետք է հարցնես երեխաներից, որովհետև կրկնում եմ, նրանց ուղեղը դեֆորմացված չէ, ինչպես շատ մեծահասակների ուղեղ։ Իսկ հիմա դրա ապացույցը մեր պատմության մեջ կարդում ենք բազմությունից չէր կարողանում, վասնզի հասակով կարճ էր, չէր կարողանում տեսնել Հիսուսին, որովհետև հասակով կարճ էր։ Ուստի առաջ վազեց, ուր ժանտաթզենիի վրա ելավ, որպեսզի զանիկա տեսնե, քանի որ անկե պիտի անցներ։ Զաքեոսի ծառը ելնելը խոսում է նրա մասին, որ նրա մեջ արթնացել էր մանկական մաքրությունը։ Տեսեք ինչ է կատարվում։ Քաղաքի մեջ ճանաչված մաքսապետ մեկը, մեծահարուստ, եւ հիմա իրոք ուզում է Հիսուսին տեսնել, բայց չի կարողանում։ Հասակը, բազմությունը քիչ հետո կխոսենք դրա մասին։ Բայց ինչ է անում։ Ծառ է տեսնում եւ բարձրանում է ծառը։ Քանի մեծահասակ եք օրվա մեջ տեսնում ծառը ելած։ Այս տարիքում քանի անգամ եք ծառը բարձրացել։
մարդկանց ներկայությամբ։ Բայց երեխաների առումով կարող ենք ասել, որ երեխաները բարձրանում են ծառ, ճիշտ է։ Եվ նա չի էլ մտածում, ծառի ելնելը ամոթ է։ Այդ հիմա դուք եք մտածում այդպես։ Իսկ դրան գումարիր, եթե դու պաշտոն ունես, հարստություն, հեղինակություն, իմիջ։ Զգում եք, որ այս ամեն ինչը մարդու աղքատությունն է, մարդու կեղծ հարստությունն է։ Բայց այս ամեն ինչը ոչինչ է դառնում, երբ որ քո մեջ արթնանում է մանկական հավատքը, մանկական փափագը Հիսուսը տեսնելու։ Եվ վազելով բարձրանում է ծառը, որովհետև նրա մեջ հարություն էր առել վաղուց այդ խեղդված, վաղուց բանտարկված, մարդկային սին եւ ունային գիտելիքներով պաշարված մանուկը, որ սրտիդ խորքի մեջ նայես, այդ մանուկը դեռ ապրում է քո մեջ։ Երբ որ մենակ ես լինում, երբ որ կարիք չունես մարդկանց ոչինչ ցույց տալու, միայն այդ պարզ մանկական հավատքը, միայն դա կարող է քեզ բերել իրական Հիսուսը ճանաչելուն։ Երկրորդ ճշմարտությունը։ Ոչ մեկը եւ ոչ մեկ բան չի կարող խանգարել քեզ, եթե ուզում ես տեսնել, թե ով է իրական Հիսուսը։ Կյանքում որևէ մեկը եւ որևէ մեկ բան, որևէ մեկ իրավիճակ, որևէ մեկ պարագա իզորու չէ խանգարելու մարդուն, ով էլ որ լինի այդ մարդը, որևէ մեկը, որևէ մեկ բան իզորու չէ խանգարելու քեզ տեսնելու ու ճանաչելու իրական Հիսուսը, եթե դու ունես այդ ցանկությունը։ Այս պատմության մեջ գոնե երկու պատճառներ կային, որ Զաքեոսը չէր կարող տեսնել Հիսուսը։ Առաջին պատճառը գրված է, դա բազմությունն էր։ Բազմությունը շատ էր։ Խանգարող հանգամանք, շատ մարդիկ, բազմություն, ժողովուրդ։ Եվ այս ժողովուրդ, այս բազմությունը խանգարում էր նրան, որպեսզի նա տեսներ Հիսուսին։ Մարդկային տեսակ այնպիսին է, որ շատ հարցերի վերաբերյալ մեր կարծիքը կազմում ենք եւ մեր որոշումները կայացնում ենք ոչ թե հիմնվելով մեր սեփական փորձառությունների վրա, այլ հիմնվելով հանրային կարծիքի վրա։ Մենք այդպիսինն ենք։ Ինչ են բոլորը մտածում, սա մեծ ազդեցություն կարող է թողնել քո մտածելակերպիդ վրա։ Եվ դու չես անդրադառնում, որ իրենց մտածածը եւ քո տեսածը կամ քո փորձառությունդ լիովին տարբերվում է։ Շատերը Հիսուսի հետևորդ են, ոչ թե որովհետեւ իրենք տեսել են Հիսուսին, ոչ թե որովհետեւ իրենք ճանաչում են Հիսուսին, այլ որովհետև ինչ-որ մի ամբողջ գնում այդ ուղղությամբ։ Ես էլ եմ գնում այդ ուղղությամբ։ Շատերը քրիստոնյա են, ոչ թե որովհետև Քրիստոսի քաղցրության համը համտեսել են, ճաշակել են իրենց կյանքում, ոչ թե Քրիստոսի սերն ու բարությունը տեսել են իրենց կյանքում, այլ որովհետև մեծ բազմություն գնում է այդ ուղղությամբ։ Այսօրվա քրիստոնյաների մեծ մասը վաղը կարող է շատ հեշտությամբ դառնալ մուսուլման, շատ հեշտությամբ կարող է դառնալ աթեիստ, շատ հեշտությամբ կարող է դառնալ բուդդիստ, շատ հեշտությամբ կարող է դառնալ, չգիտեմ, կաշառակեր, այս, եթե մեծամասնություն այդ ուղղությամբ է գնում։ Այսօրվա շատ եկեղեցիներ կդատարկվեն, եթե հալածանքը սկսվի։ Այսօրվա շատ հովիվներ կփախչեն Հայաստանից, եթե իրենց ձեռքից խլես իրենց մեքենան, իրենց տունը, իրենց աշխատավարձը։ Միայն Հիսուսին անձամբ ճանաչողն է, որ կյանքը կտա նրա համար։ Որ ոչ մեկ արտաքին ազդակ, ոչ մեկ հալածանք, ոչ մեկ նեղություն եւ ոչ մեկ ուրիշի կարծիք չի կարող փոխել նրա ճանաչողությունը, նրա կարծիքը Քրիստոսի հանդեպ։ Այդ իսկ պատճառով այսօր
այդ հասարակական կարծիք ստեղծելու համար շատ մարդիկ փորձում են գրավել հեռուստատեսությունը, ռադիոն, ամսագրերը, թերթերը, ամեն բան անում են, որպեսզի այս միջոցով կարողանան հասարակական կարծիք ստեղծեն, մարդկանց մտածելակերպի վրա ազդեն։ Սա հզոր զենք է, որը ցավոք սրտի խլված է իրական Հիսուսը ճանաչողների ձեռքից։ Դու երբեք չես կարող, օրինակ Հայաստանում ունենալ հեռուստաընկերություն, նորմալ հեռուստաընկերություն, եթե դու ճշմարտապես ճանաչում ես Հիսուսին։ Չես կարող։ Չի թույլ տրվի քեզ, որովհետև դու կարող ես քո ազդեցությունը թողնել մարդկանց վրա, որովհետև դու կարող ես քարոզել նրանց ճշմարտությունը, իրական Քրիստոսը։ Որտեւ դու սրանով կարող ես հասարակական կարծիք փոխել։ Հիմա լսեք։ Շատ մարդիկ վատ կարծիք ունեն հավատացյալ մարդկանց մասին, ոչ թե նրա համար, որ իրենք վատ փորձառություն են ունեցել հավատացյալ մարդու հետ, այլ որովհետև նա վատ բաներ է լսել։ Այսօր մեր հասարակության մեջ հավատացյալ կոչվածը, հավատացյալ խոսքը, քրիստոնյա խոսքը, իրական ճշմարիտ հավատացյալ խոսքը բացասական էլեմենտ է իր մեջ պարունակում։ Այն վախեցնում է մարդկանց։ Ոչ թե որովհետև նրանք իրականության մեջ վախենալու են, ոչ թե իրականության մեջ մարդիկ վատ փորձառություններ են ունեցել այդ մարդկանց հետ շփվելով, այլ որովհետև այդպիսի կարծիք է ձևավորվել, այդպիսի կարծիք է թելադրվել ձեզ։ Ինչպես սովետական միության ժամանակ, սովետական ագիտացիոն այդ համակարգը ամեն կերպ փորձում էր մարդկանց մեջ ներարկել թույնի պես հակաքրիստոնեական գաղափարախոսություններ, հակաաստվածային, հակաքրիստոնեական տրամադրություն։ Ճիշտ այնպես, ինչպես Ներոն կայսրը իր հաճույքի համար Հռոմը վառեց, հետո մեղքը գցեց քրիստոնյաների վրա, որպեսզի ժողովուրդը թշնամանա քրիստոնյաների դեմ, որովհետև ինքը մենակ իր թշնամությունը բավարար չէր, պետք է որ ժողովրդին ներշնչեր քրիստոնյաների դեմ, իսկ ժողովուրդն էլ կներեք արտահայտությանս համար ոչխարի պես իր լավն ու վատը չիմանալով, իր Աստծո տված այդ խելքը չօգտագործելով, ոչխարի պես գնում է բոլորի հետ միասին, բոլորը գնում են այս ուղղությամբ, բոլորը գնում են կաշառք վերցնելու, ես էլ եմ գնում կաշառք վերցնելու։ Բոլորին ոչխարի պես քշում են ընտրատարածքներ, որ գնացեք ընտրեք այս ինչ մեկին, ինքը գնում է ընտրում է այն ինչ մեկին։ Ինքը չի նայում, որ սրանից առաջ այդ ինչ մեկը ինչ արել է ազգի համար։ Այս տարիների փորձառությունը ինչ ցույց տվեց։ Չի նայում, ուղեղը անջատված է, լվացված է ուղեղը։ Իրական Քրիստոսը ճանաչողի ուղեղը չի կարող լվացված լինել։ Երկրորդը, ինչը կարող պատճառ լիներ, որ նա չճանաչեր Հիսուսին, չմոտենար Հիսուսին։ Դա սեփական հասակն էր։ Հստակ Սուրբ Գիրքն ասում է, որ Զաքեոսը կարճահասակ էր։ Դա քո սեփական կարողություններդ են։ Դու այդքան ես։ Դա է քո չափդ։ Դու քո հասակիցդ վեր չես կարող թռչել։ Եվ քո հասակդ, քո կարողություններդ, քո բոյդ կարա պատճառ լինի, որ չտեսնես Հիսուսին։ Այսինքն, քո սահմանափակ կարողություններդ, երբ որ դու ապավինում ես քո ուժերին եւ ցանկանում ես քո ուժերով տեսնել Հիսուսին, չես կարող, որովհետեւ քո ուժերը սահմանափակ են։ Քո մարդկային ուժդ սահմանափակ է, այն խանգարելու է քեզ Հիսուսին տեսնելու։ Քո կյանքդ, քո խնդիրներդ, քո հոգսերդ, քո աշխատանքդ, քո ընտանիքդ, քո առողջությունդ, քո ժամանակդ, այս ամեն ինչը խանգարելու է, որ դու տեսնես Հիսուսին։ Անպայման լինելու են հանգամանքներ, որ դա քո ուժերն է, դա է քո կյանքդ, քո սահմաններդ, քո բոյդ այդքան է, քո չափդ այդքան է։ Եվ այն քեզ թույլ չի տալու, որ դու տեսնես Հիսուսին։ Եվ ցավոք սրտի չափից ավելի շատ գաճաճ հավատացյալներ կան, որ ախր չափից ավելի կարճ են։ Հասկանում եմ կարճ էլ կա, բայց կա որ չափից ավելի կարճ են։
Ընդհանրապես չկա մարդը։ Դա է վերջ։ Այս է իմ կարողությունները։ Ես չեմ կարող կտրել անցնել, ես չեմ կարող ոչ հասարակության կարծիքի դեմ գնալ, եւ ոչ էլ կարող եմ իմ հասակիցս վեր ելնել։ Ուստի քեզ մնում է երկու ճամփա։ Մեկը հանձնվել, ընդունել իրականությունը, որ մարդկային կարծիքը քեզ համար կարևոր է, բազմությունը քեզ համար կարևոր է, եւ այդ բազմությունը թույլ չի տալիս քեզ, որ դու Հիսուսին մոտենաս, որովհետեւ եթե մոտենաս, քեզ կծաղրեն, քո ետևից կքաշեն, քեզ աշխատանքից կհանեն, այս կանեն, այն կանեն, վերջը, եղբայր, կգնամ իմ կարծիքս Հիսուսի մասին կկազմեմ ուրիշներից հարց ու փորձ անելով։ Եվ դու կճանաչես հորինված Հիսուս։ Մարդկանց կողմից ստեղծված Հիսուս։ Իսկ երկրորդ ճամփան գրված է։ Ուստի առաջ վազեց։ Ուստի առաջ վազեց։ Բազմությունը կար, հասակը կարճ էր, բայց փափագը մեծ էր Հիսուսը տեսնելու ու ճանաչելու նրան։ Ուղղակի մի պահ պետք է որոշում կայացնես։ Ես առաջ եմ վազում այս ամեն ինչից։ Այդ ամեն ինչը քեզ խանգարում է այնքան ժամանակ, քանի դեռ դու որոշում չես կայացրել առաջ վազելու։ Որ րոպեին, որ դու որոշում կայացրեցիր, քո մեջ վախերը սպանեցիր, քո մեջ նախապաշարումները սպանեցիր, քո մեջ հաղթեց Հիսուսը ճանաչելու փափագը, որ տեղից պոկվեցիր, երբ որ առաջ վազեցիր, այն ժամանակ Հիսուսը կճանաչես։ Թույլ մի տուր, որ հուսախաբությունը, կյանքի նեղությունները խեղդեն քո մեջ Հիսուսը ճանաչելու փափագը։ Առաջ վազիր այդ ամեն ինչից։ Ավելին, ընդունիր այս բոլոր արգելքները որպես մարտահրավեր։ Սրանք մարտահրավեր են նետված քո առաջ, որը պետք է օգնի քեզ, որը պետք է ցույց տա քո հավատքդ։ Սա նրա համար է, որպեսզի ստուգվի, թե իրոք ուզում ես տեսնել Հիսուսը, թե ոչ։ Աստված թույլ է տալիս, որ բազմությունը, հասակդ, արգելքները դիմացդ լինեն։ Ինչու համար, որպեսզի ստուգվի եւս մեկ անգամ, թե դու իրոք ուզում ես տեսնել իրեն, թե ոչ։ Հիշեք այն 4 ընկերներին, որոնք որ իրենց անդամալույց ընկերոջը բերեցին Հիսուսի մոտ, բայց չկարողացան ներս մտնել, մարդիկ էին հավաքված, պատուհանների մոտ, դռների մոտ, հնար չկար։ Ինչ, կարող էին հուսախաբված ետ գնալ։ Գնային ուրիշների մոտ Հիսուսից հարցնեին, կճանաչեին հորինված Հիսուսը, բայց երբ որ կա մեծ փափագը, երբ որ կա մանկական փափագը, մի քիչ էլ չարություն արեցին, ուրիշի տանիքը քանդեցին, որ իրենց ընկերոջը իջեցնեն Հիսուսի մոտ։ Քանի պատճառ ես փնտրում հեռանալու, դու կհորինես քեզ համար հարմար, քո պայմաններին հարմար, քո ցանկություններին հարմար Հիսուսը եւ կպաշտես նրան, բայց նա կուրք է, նա իրական Հիսուսը չէ, որովհետեւ դու Հիսուսին հարմարացրեցիր քեզ։ Դա քո ստեղծած Հիսուսն է, դա քո քանդակած Հիսուսն է, դա քո հորինած Հիսուսն է։ Այդ Հիսուսը քեզ երբեք երկինք չի կարող տանել։ Աշխարհում ամենաշատը լսեք, աշխարհում ամենաշատը Հիսուսի կուրքերն են։ Աշխարհում ամենաշատը Հիսուսի կուրքերն են, ու աշխարհում ամենաշատ կռապաշտները փնտրեք Քրիստոսի հետևորդների մեջ։ Իրական Հիսուսը միակն է, ճշմարիտն է, այն Հիսուսը, որ իր կյանքը քեզ համար տվեց։ Մենք դու էլ ցանկացիր ամբողջ էությամբ փնտրել, գտնելու նրան, ով որ քեզ ծնունդ է տվել, ճիշտ այն որբ մանուկի նման, որ մեծացել է մանկատանը, բայց հետո մեծանում է ու գիտակցության է գալիս ու ասում է, չէ, ես պետք է փնտրեմ իմ ծնողիս, տեսնեմ ուր է նա։ Դու էլ փնտրիր քո ծնողին, տես ուր է նա, այս համատարած որբանոցում փնտրիր քո Հիսուսին, ում այն այր, որ բազմություն կառչևդ,
Մի նայր, որ հասակդ կարճ է, ուժերը թույլ են, քիչ են, տեղիցդ փոքվիր, վազիր։ Ծառը ել։ Մանկական պարզ զուլալ հավատքով ել ծառը։ Վեր կանգնիր սին ունայն մարդկային տեսադաշտից, սովորական մարդկային հորիզոնական տեսադաշտից, վեր կանգնիր։ Ու նայիր, ուշադիր նայիր, ու կտեսնես Հիսուսի վեհ քայլվածքը։ Նա տարբերվում է բոլորից։ Ու կտեսնես, որ այն բոլորի միջից Հիսուսը գալիս է քո ուղղությամբ, որտեղ դու չգիտեիր, բայց Հիսուս քեզ հետ ժամադրություն ուներ այդ ծառի մոտ։ Ու նա պետք է իր հայացքը քո վրա գցի, վեր նայի քեզ ու ասի. իջիր, քո տուն եմ գալիս։ Այսօր ոչ թե այդ բազմության տուն եմ գնալու, այլ քո տուն եմ գալիս այսօր, որտեվ դու ցանկացար ինձ տեսնել, որովհետև դու ետ չգնացիր, քո տուն եմ գալիս այսօր, սրտի դուռը բաց, որտեվ Հիսուսը քո տուն է գալիս այսօր, իրեն փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Ուզեմ առիթ տալ ապաշխարության աղոթքի, դու քո սրտիդ մեջ խոսա Հիսուսի հետ, եթե սրտանց ուզում ես ճանաչել նրան, սրտիդ մեջ հրավիրիր, որ նա ներս գա քո տուն, քո կյանքդ, եթե իրոք ուզում ես, եթե բավարարվում ես հորինված Հիսուսով, եթե բավարարվում ես հորինված հավատքով, եթե բավարարվում ես ես իմ ձևով եմ հավատում, մյուս իրա ձևով է հավատում, քո գործն է, ինչպես որ կուզես, բայց եթե իրոք ուզում ես ճանաչել քո հոգուտ փրկչին, սիրտդ բաց նրա առաջ, մանկական պարզ հավատքով, դիմիր նրան այս աղոթքով, ասա Տեր Հիսուս, ես քեզ եմ ուզում ճանաչել, և ես չեմ բավարարվում ուրիշների ներկայացրած Հիսուսով, ես ուզում եմ ճանաչել իրական Քրիստոսը, ուստի խնդրում եմ Տեր, այսօր արի մեր տուն, այսօր արի իմ տուն, և իմ սրտիս մեջ թագավորիր, հիմա և հավիտյանս հավիտենից, ամեն։